Ընդհանուր առմամբ 54 հազարից ավելի քաղաքացիներ եկամուտների հայտարարագիր են ներկայացրել։ Նրանցից 23 հազարը 2 միլիարդ դրամից ավելի սոցիալական կրեդիտ են ստացել։ Ունենք մշակված կոնցեպտ հայտարարագրման նոր հարթակի, բայց նաև միաժամանակ փոփոխություններ են կարել, գիտեք, այդ 300 հազար շեմի մասին, որը հնարավորություն է տվել ավելի հանգիստ լինել հայտարարագրերը դրածներից, ունենք ժամկետների որոշակի փոփոխություններ հայտարարագրերը դրածներից, որը բխում են իրականացման քարտերի հասանելիությունից։ Լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին։ Կարող է վստահեցնել, որ մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր լրացնող բոլոր քաղաքացիները ID քարտերով ապահովված կլինեն։ Էականը դինամիկան է, ասենք, երբ որ նայում ենք օրինակ, թե յուրաքանչյուր շաբաթ քանի քաղաքացի է հայտարարագիր լրացնում, իրականում բավական տենց հետաքրքիր դինամիկա կա ու դրական դինամիկա կա, ու մարդիկ արժանաբար սովորում են, հասկանում են դրա կարևորությունը։ Այդ վստահությունը կարծում եմ մեզնից այդքան կախված չէ, ինչու, որովհետև ներքին գործերի նախարարությունը ավելի հստակ կասի, թե մինչև նոյեմբերի 1 բոլոր ID քարտերը պատրաստ կլինեն, թե չէ։ Հաջորդ հարցը վերաբերում է կոնյակագործներին։ Տնտեսվարողները բողոքի ակցիաներ են իրականացնում Վրաստանի դեսպանատան մոտ։ Վրացական Մաքսակետում խոչընդոտներ են ստեղծվել հայ կոնյակագործների, գինեգործների համար։ Իրենց ապրանքը չեն կարողանում արտահանել։ ՊԵԿ նախագահը հայտնեց, որ գիտեն խնդիրը, աշխատում են այդ ուղղությամբ։ Փորձում ենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, որ նման փորձաքննություններ են իրականացվում։ Այս պահի հիմնական մեկնաբանությունը նա է, որ դա ստանդարտ մաքսային ընթացակարգերով իրականացվող փորձաքննություն է, երբ որ ոնց որ ես էի նոր ասում, որ մենք ենք իրականացնում, երբ որ ռիսկ է տենում մաքսային համակարգը կամ մաքսային աշխատողը, որ պետք է ինչ-որ ապրանքի վերաբերյալ ուսումնասիրություն անի, ինչ-որ նմուշ վերցնում է ուղարկում է փորձաքննության։ Հիմա այս պահին այդ մեկնաբանությունը ունենք, բայց իհարկե այդ մեկնաբանությունը դեռ բավարար չէ, որ խնդիրները խորը հասկանանք։ Հունվար-ապրիլին ՊԵԿ-ը տնտեսվարողների 6124 ստուգում է կատարել։ Ստվերի դեմ պայքարի եւ արդարության շրջանակում 45 միլիարդ դրամի գումար է մուտքարվել պետական բյուջե։ Ամբողջ գործիքակազմով 18%-անոց աճեր ունենք, մոտ 45 միլիարդ դրամի բացահայտումներ։ ՊԵԿ նախագահը վստահեցնում է, թե հաջող պայքար են տանում կոռուպցիայի դեմ։ 9 քրեական գործ կա հարուցված, 16 ծառայողական քննություն է իրականացվել, 6 աշխատակից խիստ նկատողություն է ստացել։ Համակարգից աշխատանքից ազատվողներ են եղել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։